Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր ունկնդիրներին։ Բոլոր այն անձանց, ովքեր այսօր էլ սովորականի պես մեզ հետ են։ Դե իսկ ամեն անգամ, երբ մեր տաղավար է գալիս կառավարման հոգեբան Աստղաբան Գայանե Սարգսյանը, մեր ունկնդիրների համար դա մի փոքրիկ տոն է։ Դե մայիս ամիսն նոր է սկսել, բայց մենք պիտի անցնենք անմիջապես Գայանե, նախ բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն։ Ես պիտի ասեմ, որ մայիս ամիսը նոր է սկսել, բայց մենք պիտի անցնենք մրցույթի ամփոփմանը, որտեղ մեծ հետաքրքրություն է առաջացրել, ինչով եք դա բացատրում։ Պարոն Ղուշյան, հաճելիորեն ուրախացել եմ, զարմացել եմ։ Այնքան ճիշտ էին պատասխանել։ Ես այդ հաղորդման այդ մասով կիսվել եմ Instagram, Facebook հարթակում, բայց եկեք ու տեսեք, որ հենց Փակ TV-ի մեկնաբանություններում ամենաշատն էր ճիշտ պատասխանը։ Սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, խոսել եմ խոյ կենդանակերպի մասին, որի մոլորակը Մարսն է, եւ ամենաառաջինը, որը ստույգ պատասխան է տվել ինձ, դա իմ վաղեմի հետևորդը բոլոր հարթակներում Այան 90 այստեղ երևում է, խնդրում եմ, եթե լսեք մեզ, հետադարձ կապ պահեք, հեռախոսահամար թողեք, որովհետև մի քանի ակտիվ մասնակիցներից մենք կընտրենք մեկ հոգու, որի հետ էլ հանդիպում կկազմակերպենք հենց այս հարթակում, այո, Փակ TV-ում։ Մեր տաղավարը ինչպես պայմանավորվել է։ Շատ շնորհակալ եմ, զգացված եմ։ Գիտեք, պարոն Ղուշյան, աշխատանք իր արդյունքները տալիս են, որովհետև հենց այս հարթակում ես հիմնականում մասնագիտական կողմնորոշում եմ անում։ Եվ հենց դրա հետ կապված, որ մեր հետևորդները, մեր հայրենակիցները իրենք ուսումնասիրում են, մի բան ասում ես, եթե մանավանդ հաղորդումն էլ հետաքրքիր է լինում, նրանք գնում են իրենց կողմից ուսումնասիրություններին անում, հետաքրքրվում եւ դրա համար ամենաշատ պատասխաններ ստեղ էր։ Նաեւ շնորհակալ եմ եզակի հարթակներից մեկը ձեր մոտ է, Փակ TV, մյուսը ռադիոայփն է Ֆրանսիայում, որտեղ չգիտեմ, մոռացանք ասենք, որ ես հյուրընկալվել եմ այնտեղ հունվարի։ Ես էի ուզում հարցնել ոնց ծածավ հանդիպումը։ Շատ լավ։ Ես դեռ 87 թվականին եմ հյուրընկալվել ռադիոայփում։ Ես կասեմ այնտեղ, դուք չէիք ասել, այո, հրաշալի մասնագետներ են, նրանց հետ մեկ տարի ուշ եմ ծանոթացել ձեզնից հետո, այդ երկու հարթակներում ուղղակի մեծ հաճույքով եմ ելույթ ունեմ, բայց ունեմ 5-6 հիմնական գործընկերներ, յուրաքանչյուրը իր ձևով հետաքրքիր է, իմ գործընկերային հարաբերությունում յուրաքանչյուրն իր տեղն է, բայց որ դրական մեկնաբանումներ են լինում, որ ագրեսիվ խոսելավոճ չի լինում, բառամթերք, հա, այստեղ մեկնաբանություններ, որոնք ուղակի գցում են ընդհանուր հաղորդման ֆորը, ձեր մոտ է եւ ռադիոայփում է։ Շնորհակալ եմ ձեզ, սիրելի հետևորդներ, ես այսպիսի արդյունք ամենայն դեպս չէի ակնկալում։ Ուրախ եմ, որ մեր հայրենակիցները մի ստվար հատվածը 10,000 հոգի ամենաքիչը դիտել էր, բավականին մոտ 70-80% դրական պատասխաններ, որ նրանք տոգորված են, այսպես հոգով, սրտով սիրում են աստղաբանությունը, թե ինչքան դրական մեկնաբանություններ լինում, որ ես կազմել եմ քարտեզները եւ հիմնականում իմ մոտեցումը, իմ մեկնաբանումները շատ մոտ է եղել իրականությանը, դա միանշանակ է կարող են մեր հետևորդները կարդալ մեկնաբանություն եւ կհամոզել։ Ես ավելին ասեմ, մեզ ինչ մեկնաբանություններ են ուղարկում, Գայանեին ավելի հաճախակի հրավիրեք։ Ասում եմ, սիրելիներս զբաղված է, այդ կինը չի կարող կիսվել մի քանի մասերի։ Մանավանդ շատ հագեցած է ձեր օրը։ Այո, բավականին հագեցած է։ Ես ինչպես հիշում եմ մեր հետևորդները, 1 տարի առաջ արդեն իմ ալիքումն էի մինչ ձեր հետ հանդիպելը։ Արդեն իմ YouTube-յան ալիքն է, այնտեղ էլ բավականին հետաքրքիր, նույն կոնտինգենտն է գալիս, այնտեղ արդեն 10 միլիոնը հատել է դիտումները։ Ես ասեմ, որ ինձ հետևող մասան հետևորդների այդ մի խմբականակը նրանք բավականին գիտակ են աստղաբանությամբ։ Երբ որ նրանք կապվում են ինձ հետ, ասում են որտեղ եք սովորել, ասում եմ ձեզ հետ եմ սովորել։ Ձեր դպրոցն է։ Այո, on-line դպրոցն է։ Եվ ես չեմ խնայում ինֆորմացիան տալիս։ Այնպիսի ինֆորմացիան, եթե հետևեն այստեղ մասնագիտական կողմնորոշման իմ հարթակում, նաև կարող է այնտեղ այնպիսի մի նուրբ հատվածում, այնպիսի մի բան ասեմ, որ հենց կպնի նրանց սրտի թելի։ Մի տղա էր ինձ գրել, ասում եմ, այ անցած անգամ խոսել եմ հիվանդությունից, այսօր կարճ կարող եմ ասել հիվանդությունները։
վրա, հա, հետո մյուս անգամ մրցակցային այդ հատվածը։ Ասում եմ, ես այծեղ ջուր եմ, գաղտնի մասնագիտություն եմ սովորում, գրել էր ինձ, եւ ոչ ոք չգիտի դրա մասին, եւ դրա հետ կապված ես մաշկի ցան ունեմ, ցավում է իմ ողնաշխարհը, ասում եմ, ես ման եմ գալիս, փնտրում եմ, թե ինչու է ինձ մոտ այդ հիվանդությունը գլուխ բարձրացրել եւ դուք հենց այդ պահին ոնց որ ինչ որ մեկը այդ նյութը բերեր ինձ։ Դե դուք հասկացաք որքան հետևորդներ ունեք Փակտիվի։ Այո, այստեղ, այնտեղ եւ ամենուր։ Ես մտածեցի որտեղից, այսինքն հիմնականում չեմ խափի պարոն Կուշյան 10-ից 8-9 դրական 100-ից նույնիսկ դες ասեմ 95-ը դրական ֆիդբեքեր են ուղարկում շատ քչերը որ դժգոհ են լինում նրա համար որովհետև իրանց ցանկալի բառերը իրադարձությունները ես չեմ ասում մի կին զանգել է ասում է աղջիկս բանը մի լավ բան ասա Գանե ջան իր համար կմիանա նայում եմ քարտեզների դիտարկում քարտեզների չի բռնում ամուսնու հետ չի միանում, ասում եմ հավանական ժամկետ կարող է լինել 2 տաց, ասում եմ մի լավ բան չասեցիր։ Բայց կներեք, ես չեմ կարող սուտ խոսել։ Ճշմարտությունը։ Մի լավ բան ինչպես ասում եմ, երբ որ չի բռնում, երբ որ անկողնում մարս մոլորակներ են համագործակցում, հիմնականում մարսը խոյում, աղեղնավորում, առուծում, կրակը կրակի հետ պետք է համընկնի, ջուրը ջրի հետ։ Մարսը խեցգետնում չի կարող համագործակցել մարսը երկվորյակի հետ մեկը էմոցիոնալ բարբարարվածություն է ուզում այդ ժամանակ այն մյուսն էլ այնքան է խոսում պարտներին նյարդայնացնում է եւ ոչինչ չի ստացում պետք է գաղտնիքներ բացահայտեմ վերջո այդպիսի շատ գաղտնիքներ եկեք հիվանդությունները արագ ասեմ եւ ասում եմ շտապեմ արագ պետք է ասեմ ու գնամ խոյերի համար ցավում է գլուխը այս ծնոտի վերին մասը Եվ այրվածքներ են ունենում, վնասվածքներ են ունենում շտապելու եւ կոնֆլիկտային լինելու պատճառով։ Ցուլելու մոտ ցավում է կոկորտը, այս գեղցերն են, այստեղ շիտավիտներ ժիլիզահայր են։ Այո։ Այս պահի մոռացա, հետո կհիշեմ։ Համենայն դեպս շաքարային դիաբետ կարող է լինել, նրանց մոտ ցուլերի ղեկավարը մոլորակը վեներան է, քաղցր կյանք է տանում, շատ ուտեն քաղցր, իմացեք, որ կբարձրանա շաքարի մակարդակը, նաև ծնոտի ներքևի մասն է, շնչուղիներ վերևի մասը հիմնականում կոկորտի այս հատվածն է, հա։ Հաջորդ կենթանակերպը երկորյակն մոտ խոսք, լեզու, մտածողություն, ձեռքերն են, մատներն են եւ միշտ ասում եմ որ երկորյակների մոտ հանդիպում են մատնահարդարների շատ նրանց համար կարևոր է օթերն են, բրոնխները, թոքերը, եթե երկորյակներին ուզում եք որ մի քիչ երկորյակը ակտիվ չլինի, ուղղակի պետք է թույլ չտաք նա խոսի, վերջ փակվում են նրա օթերը։ Հաջորդ կենթանակերպը խեցգետին է, խեցգետինների ստամոքսը, աղեստամոքսային տրակտը, բայց վերևի հատվածը, նաև կրծքերը ինչու, որովհետև կերակրման այդ հատվածն է, մայրության կենթանակերպն է, եթե նեղացան խեցգետինները կցավի իրենց ստամոքսը։ Հաջորդը առուծի սիրտը պատկերացնեք սինխրոն գնում են պարոն Ղուշյան սիրտն է ցավում առուծների մոտ եւ նաեւ մեջքն է ցավում սիրտը այն պոմպն է որ ողջ օրգանիզմին արյուն է տալիս արյան հետ կապված խնդիրներ են ունենում կախված մոլորակներից Յուպիտերը այնտեղ արյունը խիտ կլինի շատ կլինի Սատուրնը այնտեղ լինի սակավարյունություն կարող է տալ եւ այլն Կույսերի մոտ աղեստամոքսային տրակտը, բայց ստամոքսի ներքևի հատվածը, աղիքները ավելի շատ, կցավա ձեր աղիքները, կույսերը եթե շատ պեդանտ են, նրանք շատ մաքրասեր են եւ մանուկների ետևից են ընկնում, աշխատանքի հետ կապված խնդիրներ հիմնականում ազդում են նրանց աղիքների վրա, աղիքի ճակ են ունենում, աղիքի հետ կապված փորկապություն են ունենում, կախված արդեն մոլորակների դիրքից։ Սիրելի կշերտներ, դուք էսթետներ եք, ձեր ցավալու է ձեզ մոտ այսպես երիկամները, միզասեռական օրգանները, ձախ երիկամը ցավում է անմիջապես ձեր բարդ հարաբերությունների համար, այն բարդ հարաբերություններ, որ դուք ունեք ձեր երկրորդ կեսի հետ։ Աջ երիկամը ցավում է ընդհանուր շրջապատի համար բարդ հարաբերություններ ունենալուց։ Միզասեռական օրգաններն են եւ մեջքի հատվածն է համապատասխան հատվածը։ Պարոն Ղուշյան, մնացածը թողնենք մի շաբաթ, թե ամբողջությամբ ասենք, չծանրաբեռնենք, հա։ Ինչ, անցնենք աստղաբանական քարտեզի մեկնաբանմանը, թող համել հետաքրքիր լինի, իրենք հետևողական լինեն, սպասեն, մնացած կենթանակերպերը ավելի հետաքրքիր են լինելու։
Ասեմ, որ ձեր աշխատանական քարտեզներն էլ շատ հետաքրքիր են։ Շատ։ Ես էլ այն հետաքրքիր են ոչ թե քարտեզները, այն անձին, որոնք դիմում են։ Գիտես, պարոն Ղուշյան, այնպեսի տենդենց եմ նկատում, որ հիմնականում այն ծնողները, որոնք դիմում են իրենց երեխաների համար, երեխաները ունենում են խնդիրներ կույսի կենթանակերպում կամ աղեղնավոր, որովհետև կույսը աշխատանքն է, աղեղնավորը կրթություն ու նաև այծեղջուր։ Այս տվյալ այ անձի քարտեզում, երբ որ ես դիտարկում եմ, հիմա տեսնենք։ Ես կրկին նկատեցի, որ կույսի կենթանակերպում այստեղ հարցեր կան։ Հիմա տեսնենք Սյուզի Արաբյանը, չէ։ Իսկ որտեղ են ես գրանցել եմ այդ քարտեզը, առավոտ շուտ եմ դիտարկել։ Միշտ ապեք հանգիստ։ Արդյոք իմ մոտ չկան, բայց ես հաստատ եմ դիտարկել եւ կույսի կենթանակերպում բավականին խնդիրներ կան։ Եկեք այսպես, չէ, հաստատ հիշում եմ, որ դիտարկել եմ։ Ուրեմն Դավիթ Զաքարյանի համար են դիմել 2007 թվական է ծնվել Դավիթը օգոստոսի 11-ի մանրամասն գրել է եւ քաղաքը, եւ ծնված ժամն ու րոպեն, եւ նաեւ անուն ազգանունը։ Ահա, սկսենք այստեղ Դավիթի համար կրկին տեսնում եք իջնող հանգուցը կույսի կենթանակերպում բարձրացողը, ձկների կենթանակերպում ինչ ունի տղան։ Տվյալ դեպքում մայրը բավականին անհանգստացած է նրա հոգեկան առողջությամբ, տղան ընտանիքը սիրում է, կարծում եմ, նորմալ ընտանիքում է մեծացել, մայրը նրան սեր է տվել համապատասխան։ Եթե դիտարկում ենք արևը առուցուն, Վեներան, Սատուրնը, այստեղ նայեմ, արևը առուցում, Վեներան առուցում, Սատուրնը առուցում, ինչ խնդիր ունի։ Չգիտեմ, հայրիկի հետ հարաբերությունները ինչպես են։ Մի քիչ լղոզված է արև Նեպտուն օպոզիցիա կա սիրո հետ կապված հարցերում հայրիկի չեմ հասկանում հայրիկը բացակայում է իր կյանքում Սատուրնի բար դիրքերն է թե չի ընդունում հոր տեսակետները թե ուզում է այսպես արքայավայել կյանքով ապրել բայց ինչ որ բան չի ստացվում երեխայի մոտ պետք է զարգացնեք ինքնուրույնությունը որտեղ Սատուրնը խաթարում է նրա ինքնուրույն ապրելու այդ կամքը Եվ կամային որակները պետք է զարգացնեք նրա մոտ, լավագույն բուհերը կարող է սովորել Յուպիտերը աղեղնավոր, դրանք օտարերկրյա արտասահմանյան բուհերն են, որոնք նաև ունեն բարձր վարկանիշ, մի քիչ մեծամիտ է Մերկուրին առուցում, այսինքն կարող է աշխատել այնպիսի տեղեր, որտեղ շքեղություն կա, շքեղության շունչ կա։ Դրանք էլիտար խանութներն են, էլիտար բիզնեսներն են, զարդերն են, թանկարժեք ոսկե, ադամանտ, թանկ մեքենաներ են, այդպիսի ճաշակ ունի, կարծում եմ երեխան։ Անպայման, եթե կրթություն ունեցավ, այդ ամենը ինքը կարող է ստեղծել, այդ ամենը կարող է ունենալ հումանիտար կրթությունը նրա համար կարծում եմ բավականին այսպես օգտակար կլինի, պետք է տիրապետի մի քանի օտար լեզվի, ղեկավարի կարողություններն, մենեջմենտ, կառավարում, ադմինիստրացիա, այլ բոլոր հարթակները նրան են նորմալ տուն կունենա, մայրիկի նման կին կունենա, կարծում եմ, որ մայրիկի նման էլ կարող է տան մեջ եթե ցանկանա ինչ-որ համեղ ուտեստ պատրաստել, պետք է շարունակի ընտանիքի ավանդույթները պահել, շատ երեխաներ ունենալ եւ ունենա խիղճ հավատա առ Աստված, որ նրա երազանքները կարող են կատարվել, եթե իր նպատակները բարի են ընտանիքի, հայրենիքի հետ կապված։ Հայրենասեր մարդ կարող է լինել, մի քիչ երբեմն չարաճճություն են անում, թող ուշադիր լինի բանկերից գումարներ վերցնելուց եւ քանի որ առուցում այդ մոլորակների աստղաբույրն է, դա կարող է տանել նրա մոտ դեպի ազարտ հեշտ գումարներ վաստակելու այդ տարբեր միջոցները այդտեղից ուշադիր եղեք մանավանդ նա գտնվում է հենց այդ տարիքային շրջափուլերում որ աշխարհը կարծես գորգեն նրա ոտքերի տակ եւ բոլորը պետք է մատուցեն տեղի վրա եթե լավ դաստիարակեք ձեր երեխային ապա կունենա հաջողությունը անպայման բարձրագույն կրթություն անպայման լավագույն բուհերը այսքանը պարոն Ղուշյան ջան Լավ դե ուրեմն մենք պայմանավորվենք հաջորդ շաբաթ զարգացնենք սկսած թեման կենթանակերպի նշանների հետ կապված եւ կարծում եմ մեր ունկնդիրը կսպասի ձեզ Այո ես կարծում եմ կապը հաստատի մի քանի հոգուց կընտրենք մի հոգու ես կարծում եմ ինքը կրկին կպատասխանի որտեղ միշտ ակտիվ է լինում եւ ամենաառաջինն նա է պատասխանում Ես էլ անամպես սպասում եմ թե ով է այդ գիտակը որ կգա մեր տաղավար երեքով կզրուցենք իրականում չեմ ճանաչում Շատ բարի, շնորհակալ եմ որ եկար։ Ես եմ շնորհակալ։ Բարեկամներ, աստղաբան, հոգեբան,
Կառավարման հոգեբան ավելի ճիշտ Գայանե Սարգսյանն էր մեր տաղավարում, սպասեք նրան հաջորդ շաբաթ այսօր այսքանը ցտեսություն